Ես կարծում եմ, որ այդ ոչի շարժումը կամաց թափ կհավաքի։ Ընդդիմադիր պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով նոր սահմանադրության նախագիծը բոյկոտելու տարբերակ չկա, հնարավոր է միայն այոն կամ ոչը։ 2005 թվականին ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը մի մեծ այսպես ական դրեց սահմանադրության տակ, այն դարձրեց հեշտ փոփոխելի, երբ որ 25%-ը, կեսի 25%-ի ձայները գումարած մեկը բավարար է հանրաքվեի դրված նախագիծը անցկացնելու համար։ Հետևաբար չեմ մասնակցել, այդ չմասնակցելուն ինչ անուն ուզում եք տակ, հեշտացնելու է, դյուրացնելու է իշխանության գործը։ Իրավաբան Էդմոն Մարուքյանն այն պատգամավորներից էր, որն ի տարբերություն Կարո Կարապետյանի նոր սահմանադրության նախագծի քննարկման շրջանակներում չհանդիպեց Սերժ Սարգսյանի հետ։ Դա չի նշանակում, որ նա ոչ է ասելու նախագծին։ Ով ասել, որ կա ոչի շարժում, այդ ինչ շարժում է։ Այդ ովքեր են այդ ոչի շարժումը։ Մամուլից իհարկե պարոն Մարուքյանը տեղյակ է, որ կան նախագիծը տապալելու դեմ ստեղծված մի շարք շարժումներ, անկախ պատգամավորը չգիտի, թե նրանց ուզածն ինչ է։ Մի մասի ուզածը իշխանափոխությունն է, մի մասը մտածում է, որ հանրաքվեն չանցնի իշխանափոխություն կլինի։ Էդմոն Մարուքյանը դեռ պետք է հասկանա, թե ումից է իշխանափոխություն պահանջում եւ ում իշխանափոխությունն է պահանջում։ Ես կողմ եմ իշխանափոխության ընտրությունների միջոցով։ Դրա համար պատրաստվում եմ հաջորդ ընտրություններին։ Պատգամավորը հեղափոխական ճանապարհով իշխանափոխությունների տարբերակին լուրջ չի վերաբերվում, մինչև հիմա դրանք ձախողվել են։ Դեռ այդ ձախողված ճանապարհները եւս մեկ անգամ դնել քննարկման առարկա դարձնել արդեն անիմաստ է։ Բարգավաճ Հայաստանը այս ամռանից հայտարարում է, որ ինքը ոչի կողմնակիցների հետ չէ։ Հիմա կուսակցությունը ճշտել է նաև մարզերի իր անդամների տեսակետը։ Ոչ մեկը ոչին այո չի ասում։ Ի վերջո խոսքը, ի վերջո պետք է ասի մեր երկրի քաղաքացին։ Չարժե նոր սահմանադրության նախագծի պատճառով ըստ Վահե Էնֆիաջյանի գնալ կտրուկ առճակատումների, պետք է համապատասխան միջավայր, որպեսզի մարդիկ դիրքորոշում հայտնեն, սա կօգնի նաև հանրաքվեն անմիջականորեն վերահսկող ընտրական հանձնաժողովների անդամներին։ Իրենք պատասխանատվությունը շատ լավ կգիտակցեն եւ կհասկանան ինչ մեծ առաքելություն է յուրաքանչյուրից կախված եւ այդ պատասխանատվության զգացումով հնարավոր կլինի կազմակերպել ընտրություն։ Իդեպ պարոն Էնֆիաջյանն իր անձնական մոտեցում ունի, թե որ ճամբարում է լինելու ինքը՝ այոյի, թե ոչ այոյի։ Ես ինքս այո եմ ասելու